Պարոն Գևորգյան, ադրբեջանական բենզինը նախատեսված գնից ավելի ցածր 430 դրամով է վաճառվում։ Նախ ինչ կասեք, սա ինչպես կազդի Հայաստանում դիզելային վառելիքի շուկայի վրա եւ ընդհանուր դեմպինգի վտանգ հնարավոր է։ Շնորհակալություն, որ ասում եք նախատեսված գնից էժան է վաճառվում, հայտարարությունը չեմ կարդացել, չգիտեմ ով ինչ հայտարարություն արի, անկեղծ ասած, բայց բենզինը վաճառվում է էժան, որովհետև էժան ներմուծվել է։ Ցանկացած ապրանք, դա եմ հենց մրցակցության տրամաբանությունը, երբ որ որևէ ապրանք էժան է ներմուծվում, պետք է էժան է վաճառվում, որովհետև հակառակ պարագայում ընդհակառակը ասելու են գնի չիմնավորված բարձրացումը, դեմպինգի ռիսկ եւս չկա, որովհետև դեմպինգը նշանակում է տնտեսապես չիմնավորված էժան։ Երբ որ տնտեսապես չիմնավորված լինի, իհարկե այդտեղ կանխարգելիչ միջոցառումներ կանեն կամ process կգեներացնեն, բայց այս բան չկա։ Ինչ վերաբերում է ընդհանուր շուկայի ազդեցությունը, դե ծավալը հայտարարվածը տեսել եք, կարծում եմ փոքր է, մեր երկրի ընդհանուր սպառման ծավալը տարեկան շուրջ 200,000 տոննայի կարգի է գալիս, ինքին շատ փոքր ծավալ է, եթե էժան շատ ծավալի բենզին ունենք, բնականաբար դրական գազի եւ գինը կիջնի, բայց հանգամանքներն պետք է նայել մի քանի տեսանկյունից, ինքը որպես այլընտրանք, որպես լոգիստիկ այլընտրանք, որպես ապրանքի այլընտրանք, կլինի դա բենզին, շաքար, կարագ, ձեթ, որտեղ մենք տևական ժամանակ բենզին ներմուծում ենք եվրոպական երկրներից, որտեղ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում դա խնդիրներ կային։ Եվ հիմա դա երրորդ երկրից ծագման է, թե հենց ադրբեջանական ծագման բենզին է, որակի մասին նաև այդպես ահազանգետ կային մտահոգություններ ավելի ճիշտ։ Սա ադրբեջանական բենզին է, որակի հետ կապված մենք մտահոգություն չենք լսել, բայց եթե որակի հետ կապված բան կա, նույն ստանդարտ process-ն է, բոլորը լաբորատոր անալիզ է անցնում, եւ եթե որակի հետ կապված խնդիր լինի, չէր մտնի, որտեղ միայն ԵԱՏՄ երկրների շրջանակում ներմուծված ապրանքը սահմանում փորձաքննության չի ենթարկվում, մնացած բոլոր ապրանքները փորձաքննության ենթարկում մեր գործընկերները այդ process-ը պատշաճ կազմակերպել են։ Հետագայում գնի փոփոխության վերաբերյալ վերլուծությունները երբ որ նայում ենք նշում են որ նույն ադրբեջանական բենզինը Վրաստանում հենց այն բենզինը որը ներմուծվել է Հայաստան ավելի բարձր է գնով եւ հնարավոր է որ հետագայում այդ նույն բենզինը կարող է ավելի բարձր լինել եւ Հայաստանի շուկայի վրա տնտեսության ո՞րն է խնդիրը թո որոշ ժամանակ հետո ասենք թանկ եղավ մարդիկ չեն առնի թանկը հասկանում եք չէ սա այն տարբերակը չի որ այնքան մեծ ծավալի մի օր բերել են լցրել ենք Հայաստանում որ մի շուկայից մնացած բոլոր խաղացողները դուրս գան չկարողանան ունենալ այդ հնարավորությունը եւ հաջորդ օրը միանգամից թանկացնեն մեր տնտեսությունը վարի գնա ժողովուրդ ընդհանրապես ներմուծվել է ինչ որ փորձնական չափականակ ենթադրում նաեւ հայտարարությունները տեսակ որ երկաթուղին գումար չի գանձը դրա արդյունքում եւս գինը բնականաբար իջել է Հետո ուղղակի սա փորձական ընդհանրապես մի որը չի կարող որևէ ազդեցություն ունենա, որովհետեւ դրա քանակը այնքան քիչ է, որ կարծում եմ շատ արագ վերջանալու է այդ ամենին։ Հետո արդեն երբ որ կլինի նորմալ արդեն տնտեսական գործընթաց, այդ ժամանակ կհասկանանք արդեն որ բենզինն է թանկ, որ բենզինն է էժան։ Հիմա մենք բերում ենք Եվրոպայից բենզին։ Մեզ ժամանակին ասում ենք, երբ որ սկսեց այդ խնդիրը առաջանալ, այ կործանվելու ենք, չէ՞, բայց հիմա ինչպես տեսնում եք, 10 դրամի տարբերություն եղավ։ Ինքը բորսայական ապրանք է, ժողովուրդ հանգիստ եղեք։ Պարոն Գևորգյան, եւ ինչպես է եղել, որ այդ երկու ընկերությունները Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը ինչպես է տեղեկացել այդ բենզինի մասին, որովհետև սա հրապարակային չի եղել, արդյոք քննարկումներ են եղել, այս ընթացակարգը մութ է մնում, նաև Սամվել Ալեքսանյանի կնոջ բարեկամին վերագրող ընկերություններից մեկն է այդ բենզինը։ Շուկայի մասնակիցներից բոլորն է իմացել են դրա մասին։ Այսինքն կառավարությունն է ասել այսպիսի բան կա, շուկայի մասնակիցները բոլորն է կարծում իմացել են դրա մասին, հիմա ենթադրում իրանք ցանկություն ունեցի, իրանք բերել են, եթե երրորդ մարտն է ուզենա գնա բերի, ենթադրում կբերի։ Բայց ում ասեմ այդ ընդհանրապես փորձնական իմ պատկերացում քանակի, հետո արդեն տնտեսական նորմալ հարաբերությունների ժամանակ սկսենք հասկանալ, բայց էլ եմ ասում, այդ մտավախություն տվես մամուլում մի քանի անգամ կարդացի, որ վայ էժանով եկանք, հիմա կգրավենք մեր շուկան, հետո վաղ կթանկացնենք, տրամաբանականը որ սա պետք է լիներ էժան, սա փորձնական խմբականակ է, սա երկաթուղին գումար չի գանձել, լոգիստիկ ծախսերը չեն ավելացել Հաջորդ անգամ եթե Վրաստանը արդեն գանձի այդ ճանապարհը Սկսել է նույն քաղաքականությունը վարել, ինչ որ մնացած երկաթուղին հետ կապված, բնականաբար երկաթուղու գումարը կլինի, բայց կարող է նաև դրական հանգամանք լինի, երկաթուղու գինը իջնի, որտեղ մենք արդեն այլընտրանք ունենք։ Պարզապես այդ մրցակցության առումով
էլի ըստ մամուլի տեղեկությունների խոշոր ներմուծողների հետ հանդիպում է եղել, այսպես ասած ստիպողաբար, հա, որ պետք է պարտադիր ադրբեջանական բենզինը ներմուծվի եւ սպառվի։ Իսկ մի հատ հարց տամ, իսկ ինչի խոշոր ներմուծողները չեն բերել, եթե ստիպել ենք, կամ ըստ նշանակում մենք ընդհանրապես Հայաստան 4 հոգի է։ Նախ երկրորդ ընկերությունը կարծես թե չգիտեմ բարեկամական կապեր իրաց դա այդքան ինչ չի հետաքրքրում, իսկ որպես ընկերություն է հետաքրքրում, ինքը որևէ խոշոր ներմուծող չի հանդիսանում բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում, իսկ Ranoil ընկերությունը, այսինքն Հայաստանում կա 5 ընկերություն, որոնք ձեզ հայտնի են, կան իհարկե Maxoil, CPS, Flash, Shell եւ Ranoil։ Հիմա Ranoil-ը չի գտնում ոչ առաջի, ոչ երկրորդ տեղում։ Ուզում ասեմ, այդ որ ասում են խոշոր ընկերություններին ստիպել են, ես ստիպելու դեպք չեմ տեսել, ենթադրում եմ իրանք չեն բողոքում, ոնց չէ, որ իրանք ստիպել են ինչ-որ մեկը։ Չէ, բայց եթե ստիպեին, կարծում եմ շատ բերողներ կային եւ չհաշված որ լիքը բերող կա, որ դուք չգիտեք դրանց մասին, կարծում եմ դրանք ուղղակի խոսակցություններ են։